կկատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, հարգելի գործընկերներ։ Իհարկե առիթ ունեցել ենք քննարկելու 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը անցած շաբաթ, որտեղ ներկայացրել ենք ֆիսկալ քաղաքականության մանրամասները, նաև ըստ գերատեսչությունների հանձնաժողովներում քննարկումներ են եղել։ Ես կփորձեմ հակիրճ ներկայացնել այն ամենը, ինչ որ արդեն առիթ ունեցել ենք ինչի մասին խոսելու։ Նախ, եթե խոսենք ընդհանուր հարկաբյուջետային քաղաքականությունից, այն ուղղված եղել տնտեսության դիմակայունության ամրապնդման ու աճի ներուժի բարձրացմանը, 25 թվականին հարկաբյուջետային ազդակը եղել է թույլ զսպող, չեզոքին մոտ, և 21-25 թվականներին տնտեսական աճը միջինում կազմել է 7,9%, իսկ 25 թվականին 7,1%։ Ըստ էության մենք մեկ խոսում ենք 7,2, մեկ խոսում ենք 7,1, դա պայմանավորված է նրանով, որ հաշվետվության մեջ գրված է 7,2%, հետո վիճակագրական ծառայությունը փոխել է թիվը, դարձրել է 7,1%, այսինքն իրականում վերջի թիվը 7,1%-ն է, սակայն հաշվետվության մեջ գրված է 7,2%։ Ամենակարևոր ձեռքբերումներից է թերևս 25 թվականին մեր կապիտալ ծախսերը աճել են և հասել են հնայում 6,2%-ի, որոնք հիմնականում ուղղված են եղել մարդկային կապիտալի, անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Եթե համեմատենք 21 թվականի հետ, ապա կապիտալ ծախսերը աճել են 3,1%-ային կետով, իսկ ընթացիկ ծախսերը միաժամանակ նվազել են 2,8%-ային կետով։ Հիշեցնեմ, որ 21 թվականին կապիտալ ծախսերը հնայում 6,2-ի փոխարեն կազմում են 3,1%, իսկ ընթացիկ ծախսերը 23,1-ի փոխարեն կազմում են 25,9%։ Հարկերը կազմել են 2 տրիլիոն 725 միլիարդ դրամ, դրանք կազմել են հնայի 24,1%-ը և 0,6%-ային կետով ավել են եղել նախորդ տարվա մակարդակից, 21 թվականի համեմատ 1,1%-ային կետով կամ 1 տրիլիոն 116 միլիարդ դրամով են ավել եղել։ Այստեղ բարելավմանը հիմնականում նպաստել է ավելացած արժեքի հարկի և շահութահարկի նպաստումները։ Հաջորդը բյուջեի պակասութն է, որը կազմել է 3,7%, պլանավորված 5,5%-ի փոխարեն, նոմինալ կազմել է 418,8 միլիարդ դրամ։ Միջինում վերջին 5 տարիներին մեր պակասուրդը կազմել է 3,2%, որը ամբողջությամբ համահունչ է մեր դրված թիրախներին։ Այս արդյունքների հետևանքով նաև մենք ունենք վարկի նվազում հնայի համեմատությամբ, որը կազմել է 47,3%, որը նվազել է 24 թվականի 48% մակարդակից 0,7%-ային կետով։ Կարծում եմ սա նույնպես շատ կարևոր է, նամանավանդ մեր այն նպատակադրումներով, որ նպատակ ունենք պարտքի սպասարկման ծախսերը մեր եկամուտների մեջ առաջիկայում նվազեցնել 12,1%-ից իջեցնել 10%-ի միջնաժամկետ հատվածում։ Նշեմ նաև, որ վերջին տարիներին 25 թվականը այն տարիներ, երբ մենք կանգնեցրեցինք այդ սպասարկման վճարների աճը և մի փոքր նույնիսկ նվազում ունենք 12,2%-ից նվազել է 12,1%, ինչի որովհետև ունենք տոկոսադրույքների նվազում, դրա մասին առանձին կխոսեմ։ Մեր քաղաքականությունը համապատասխանել է հարկաբյուջետային ոսկե կանոնին, մեր կապիտալ ծախսերը գերազանցել են պակասուրդը 283,8 միլիարդ դրամով,
այսինքն երբ որ որոշ մարդիկ ասում են, թե մենք պարտք ենք վերցնում ընթացիկ ծախսեր անելու համար, սրանով ապացուցում է, որ նույն 283 միլիարդ դրամով ավել կապիտալ ծախս ենք անում, քան պարտք ենք վերցրել, եւ հարկային եկամուտները գերազանցել են ընթացիկ ծախսերը 112 միլիարդ դրամով։ Սա նույնպես համարում եմ կարևոր ցուցանիշ։ Եթե մի փոքր խոսենք պարտքից, ապա պարտքը 25 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 541 միլիարդ դրամ, իսկ դոլարով արտահայտված 14 միլիարդ 531 միլիոն դոլար։ Պարտքի մեջ ավելացել է դրամային պարտքի կշիռը, ներքին պարտքի կշիռը, որը նախորդ տարվա 52%-ից աճել է 53% եւ միաժամանակ ունենք միջնաժամկետ պարտքի ըստ ժամկետայնության միջնաժամկետ պարտքի շարունակական աճ, որը ելի պայմանավորված է ինչպես նախորդ տարիներին տոկոսադրույքների բարձր մակարդակով, այսինքն տոկոսադրույքների բարձր մակարդակի պայմաններում մենք որոշել ենք, որ երկարաժամկետ պարտքը այս պահին այդ ծավալով չենք ներգրավում, հետո երբ որ տոկոսադրույքները կնվազեն, ըստ այդմ մեր ծախսերի կառավարման տեսանկյունից կարծում եմ սա կարևոր է, դրա արդյունքում ըստ էության բոլոր ուղենիշային ցուցանիշները պարտքի հետ կապված գտնվում են մեր ցանկալի մակարդակում, բացի մինչև մարում մնացած միջին ժամկետից, որը ուղենիշայինը 7-ից 10 տարի է, մենք 25 թվականի վերջում ունենք 6-9 տարի, այսինքն մի փոքր նվազել է, բայց հույս ունենք, որ առաջիկայում նաև տոկոսների նվազման պայմաններում կկարողանանք այս ցուցանիշը նույնպես համապատասխանեցնել։